Պայստազորի գնդապետ Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը բողոքարկել է օրեր առաջ քննիչի կայացրած որոշումը, որով նախաքննությունը համարվել է ավարտված, առաջադրված մեղադրանքը հիմնավոր։ Ազատամարտիկը մեղադրվում է խարդախության եւ խարդախության փորձի համար։ Նա ըստ նախաքննական մարմնի խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հզաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով $2000 է հափշտակել։ Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքը։ Փաստաբան Արա Զաքարյանն Ազատությանն ասում է, որ քննիչը չպետք է ավարտած համարեր նախաքննությունը, քանի որ դեռևս մի շարք չպարզված հանգամանքներ կան։ Նա նշում է, որ անցած կես տարում նախաքննական մարմինը Ավետիսյանին կալանավորելու որոշումից զատ այլ քննչական գործողություն չի կատարել։ Քննիչը մերժել է փաստաբանի ներկայացրած միջնորդությունները եւ առերեսում չի անցկացրել անգամ ազատամարտիկի դեմ բողոք ներկայացրած քաղաքացու հետ։ Փաստաբանը սպասում է դատախազի ներկայացրած իր բողոքի պատասխանին, այն ըստ ամենայնի կլինի 2 օրից։ Դատախազի որոշումից կախված արդեն Ավետիսյանի գործը կամ կողարկվի դատարան կամ էլ կշարունակվի նախաքննությունը։ Սոցիալական պահանջներով անցած մայիսին պայքարի ելած Ավետիսյանին մարտական ընկերներն ու համախոհները քաղաքական բանտարկյալ են համարում։ Ավետիսյանի մարտական ընկերները դատարանից ակնկալիք չունեն, իսկ նախաքննական մարմնի որոշումը համարում են ամենաթողության հետևանք։ Որ այսօրվա գործող իշխանությունները այնքան են լկտիացել, որ ասում են, գիտեք ինչ կա, այս երկրում ինչ կուզենք էնել կանենք։ Էսա Յոլա եք գնում ստրուկի կարգավիճակով, ստե ստրուկ մնացեք, չեք ուզում թողեք փախեք, որտեղ ուզում եք ստրուկ եղեք։ Չէ, ես դատարանների վրա էլ հույս չունեմ արդարության, որովհետև քննչական մարմինների որոշումները դատարանը ոնց որ մարմնի երկրորդ ձեռ ծափ էր տալի։ Այսինքն քննչական մարմիններն ու դատարանները ասենք ծափահարում են իրար։ Այսինքն այն ինչ էշություն գնում էր, այն էլ այդ էշությունը հաստատում էր ղրգում էր։ Ազատամարտիկի ընտանիքում մինչդեռ արդարության հույսը չի մարել։ Ավետիսյանի բազմանդամ ընտանիքը, մայրը, կինը, 6 երեխաները շարունակում են պնդել, որ ընտանիքի հայրն արդար է։ Մայրը Սուսաննա Պողոսյանը հպարտանում է որդու թե անցյալով, թե ներկայով։ Ոչ մեկը չի եկել իրան ասի իմ տուն ազատի կամ նրան, ասում այդ հարցերով իմ տունը չմտնեք, ոչ մի հավ։ Ես չեմ կարող ոչում, ես պետք է պայքարեմ մինչև վերջ։ Ազատամարտիկի 76-ամյա մայրն ասում է, որ մինչև որդու ազատազրկումը ինքնաշխույժ էր, առողջ, հողեր մշակում։ Որդուն ձերբակալելու մասին լուրը լսելուց հետո ուշագնաց է եղել, հիվանդացել է ու մինչ օրս վիճակի չէ ընտանիքին որևէ բանով օգնել։ Չեմ մշակելու հողը, ոնց եմ մշակում, հենա մի խուրձ դեղ եմ խմում։ Այդ առողջություն չունեմ, իմ տղի պատճառով։ Ազատամարտիկի կինը Մարգարիտա Բաղրամյանը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Բազմանդամ ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Գոհատևում են սկեսուրի, ամուսնու եւ իր թոշակներով։ Ասում է, եթե ամուսինը ընդունակ լիներ ինչ-որ մեկի որդուն բանակից ազատելու, ապա նախ եւ առաջ իր տղաներին կազատեր։ 21 տարի աշխատել է, ես չեմ տեսել, որ ինքը մեկից ինչ-որ մի կաշառք վերցնի, մի ինչ-որ բանի համար։ Ինքը այդ մարդը չի, եթե կաշառակեր ելներ, դուք լավ եք տենում։ Էսի կաշառակերի տուն չէր լինի։ Եթե բանակից ազատելու ուներ, երեխան ավելի բան էր, հիվանդ երեխա էր, զոհ ուներ, սրտի խնդրեմ ուներ, ընդ ոտքերի խնդրեմ ուներ, որ ազատողներ երեխան կազատեր։ Ավետիսյանի ընտանիքում հպարտությամբ են ցույց տալիս ազատամարտիկի անցյալի մասին պատմող անկյունը, պատվոգրեր, մեդալներ, շնորհակալագրեր։ Ընտանիքն ասում է, թե սրանք են պատերազմում հաղթանակած զինվորի պարգևները։ Պատերազմ հաղթանակած Ավետիսյանը չէր դադարեցրել պայքարը նաև խաղաղության մեջ եւ պայքարում էր հանուն ազատամարտիկների սոցիալական խնդիրների։ Այսօր սակայն ըստ մարտական ընկերոջ նրան կալանավորելով իշխանությունները այդ պայքարը վերջնականապես մոռացության տվեցին։